Գիտեք այսօր ինչ օր է։ Ուղիղ 95 տարի առաջ, հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ իրադարձություններից մեկը։ Հայկական բանակը, ունենալով բազմաթիվ առավելություններ թշնամու նկատմամբ, ընդամենը մի քանի ժամում առանց կռվի թուրքերին հանձնեց Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքը։ Կհարցնեք, թե ինչու չկռվեցին։ Գուցե մտածում էին, որ թուրքերն իրենց կխնայեն կամ եղբայրական բոլշևիկները հյուսիսից օգնության կհասնեն, բայց դրանցից ոչ մեկը տեղի չունեցավ, եւ թուրքերը Կարսում գերի վերցրեցին տասնյակ հազարավոր հայ քաղաքացիների, այդ թվում հայկական բանակի 120 սպաների, 3 գեներալի եւ 1 նախարարի։ 1921 թվականին թուրքերը Կարսում կոտորեցին 8000 հայերի, այդ թվում բազմաթիվ կանանց եւ երեխաների։ Ինչ աստիճանի բարոյալքված պետք է լինի բանակը, որ ունենալով բազմաթիվ առավելություններ, որոշի չկռվել եւ հանձնվի թշնամուն։ Միայն պատկերացրեք, թուրքերը Կարսում այնքան շատ չօգտագործված զենք ու զինամթերք առգրավեցին, որ այս զենքի մի մասն իրեն պահելով, թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը արևմտյան ռազմաճակատ Մուստաֆա Քեմալին է ուղարկել ուշադրություն 117 թնդանոթ, 12000 հրացան, 244 գնդացիր, 170,000 հրետանու ռումբ, 32 միլիոն փամփուշտ, 110,000 պայթուցիկ։ Այս զենքերը կարող էին հազարավոր հայերի կյանք փրկել, բայց դա տեղի չունեցավ, որովհետև զորքը որոշեց չկռվել։ Այն զորքը, որը ընդամենը 2 տարի առաջ Սարդարապատում հաղթեց հենց նույն թուրքերին։ Սարդարապատի հաղթանակից օրեր անց ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Կարսի պարտությունից ընդամենը 1 ամիս անց Հայաստանի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։ Մենք շատ բան գիտենք Սարդարապատի հաղթանակի մասին, բայց շատ քիչ բան գիտենք Կարսի պարտության մասին։ Այդ մասին մեզ չեն պատմում դպրոցներում, չեն սովորեցնում համալսարաններում, չեն խոսում հեռուստատեսությամբ։ Ասում են, պատմության գլխավոր դասն այն է, որ նրանից ոչ ոք դաս չի սովորում։ Ամեն տարի մեր երկրի քաղաքական եւ ռազմական աստղաբույլը այցելում է Սարդարապատ եւ սկսվում է քյաբաբային հայրենասիրության մի իսկական խրախճանք։ Ճառ են ասում, ուրախանում, հպարտանում հաղթանակով։ Իսկ պարտության մասին ձկամպես լռում են, երբեք չեն խոսում, որովհետեւ հպարտանալը հեշտ է, ինչքան ուզես կհպարտանան։ Եթե հպարտանալը օլիմպիական մարզաձև լիներ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կշահեր բոլոր ոսկե մեդալներն աշխարհում։ Ես մի առաջարկ ունեմ Հայաստանի ղեկավարությանը։ Դուք կանգնեցնում եք հայտնի մարդկանց արձաններ, հաղթանակի հուշահամալիրներ, որտեղ մարդիկ պետք է գնան եւ օրինակ վերցնեն, թե ինչպիսին պետք է լինել։ Ես առաջարկում եմ Հայաստանում կառուցել Կարսի ամոթալի պարտության հուշահամալիր, որտեղ դպրոցականից մինչև նախագահ պետք է գնան եւ սովորեն, թե ինչպիսին չպետք է լինել։ Եվ այնպես, ինչպես որ ամեն տարի ղեկավարությունը գնում է Սարդարապատ, թող գնա նաև Կարսի համալիր, որպեսզի միշտ հիշի, թե ինչպիսին չպետք է լինել։ Դա մեզ այսօր շատ պետք է։